Դուք մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան Դաշինքից Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանելյանը այն բացառիկ падգամավորներից է, որ մշտապես մարզերում է եւ տեղյակ է ժողովրդի հոգսերից եւ խնդիրներից։ Ազգակործանը վերջին փուլում ցնցումների մեջ է եւ այս փուլում գիտեք, որ շատ հարցումներ են անցկացվում եւ ինֆորմացիաներ տարածվեց, որ թվերը շատ տխուր են ազգակործանի համար եւ այս հիստերիկ հայտարարություններն ու արտահայտությունները ավելի շուտ պայմանավորված են հենց դրանով։ Երեք հերթական մեծ զրույց ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով ձեր Հայաստան Դաշինքի առաջնորդն է, մի քանի ուշագրավ բան ասեց, գիտակցված ձևով փորձում են այս process-ն անլրջացնել, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն։ Համաձայն եմ այս կարծիքի հետ, ինչի մասին պիտի խոսի, Նիկոլը պիտի խոսի իր արած ահռելի թալանի մասին, պիտի խոսի իր խայտարակ հափշտակած փողերի մասին, կործանված հայրենիքի մասին, ապագա տեսլականի մասին, իր խեղճ ու կրակ նվաստացած վիճակի մասին պիտի խոսի, հարևան երկրի պատերազմի եւ սպառնալիքների մասին պիտի խոսի, իհարկե այս ամեն ինչի մասին ինքը ասելիք չունի, ինչպես 2018 թվականին չուներ, մի քանի սուտ կեղծ անհեթեթ եւ հիմար լոզունգներ ուներ, հիմա իրեն մնացել է այս իր համար, մեր ժողովրդի իր համար, չգիտեմ ինչ, բայց ժողովրդի համար ողբերգական այս տեսարանների հույսին է մնացել, բայց ինքը շատ անգամ առերեսվում է իրականության հետ, հանդիպելով ժողովրդին եւ իսկապես ինքն էլ է հայտնում շատ ողբերգական վիճակում, այն առերեսում Արցախցի կնոջ հետ եւ ոչ միայն դուք տեսաք միջև այդ կնոջը հանդիպելը քանի հոգի ուղակի մերժեցին, ավելին երբ որ ինքը իջնում էր, փորձում է մարդկանց բարևել, ողջունել, անարձագանք է դա մնում, համենայն դեպս շատ տխուր վիճակում է Նիկոլ Փաշինյանը հատկապես Երևանում։ Կարծում եք, թե Հայաստանում այլևս ընտրող չկա, որ լրջություն է փնտրում, եթե մենք անլրջություն ցուցաբերենք, մեր ընտրողին կկորցնենք, խոսքը գնում է դու սեփական ժողովրդին հարգում ես, թե ոչ։ Իր բարձունքից է խոսում այս առումով երկրորդ նախագահը, իհարկե իջնել այդ մակարդակին շատ ծիծաղելի կլինի, էլ չեմ ասում ողբերգական, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, վերջին շրջանում շատ եմ լինում Տավուշի մարզում եւ մեր հայրենակիցների հետ հանդիպման, ամենօրյա հանդիպման ռեժիմի մեջ ենք եւ տեսնում ենք, թե օր-օրի ժամ առ ժամ ոնց է մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները, մեր քույրեր ու եղբայրները ոնց են զգում իրենց մաշկի վրա այս իշխանությունների բերած եւ խնդիրները եւ խնդիրները եւ վերահաս վտանգները եւ սոցիալական խայտառակ իրավիճակը եւ այդ ծրագրերի ձախողումները, այդ սուբվենցիոն ծրագրերի ձախողումները, որ ոչ նորմալ աշխատանք է արվում, փողերի մսխում է տեղի ունենում, թանկացումներ, ասենք այն խոստումը, որ իբր թե թոշակները 10,000 դրամով պիտի բարձրացնեն, այդ ընտրա թոշակի մասին է խոսքը, մեր հայրենակիցները այս ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում տեսան, որ արդեն մտնելով ուրեմն խանութներ, գնումներ անելով, տեսան ոնց է շեշտակի բարձրացել գները, ոնց է այս հարկերը, турքերը, այս իրենց ուրեմն վարած քաղաքականության արդյունքում ժողովրդին կեղեքելու արդյունքում ոնց է ամեն օր աղքատանում մեր հայրենակիցները, որ ապրում է գյուղերում։ Աշխատատեղեր չկա, խոստումներ են տվել լիուլի, հեսա աշխատատեղերը կբացենք, հեսա գործարանները կբացենք, լավ է լինելու, հեսա կրիմինալի դեմը կառնենք, հեսա անվտանգ ուրեմն երկիր ձեզ կտանք, այդ խաղաղության թեզ, որ ասեն խաղաղություն, էլի խաղաղություն, ամեն օր խաղաղություն են գոռում եւ գոչում եւ նույն մեր հայրենակիցները օբյեկտիվ հարց են տալիս։ Բա դու էլ ազգային ժողովում իմ հարցերին ի պատասխան, որ ինչ աղետ եք բերել եւ ինչ իրավիճակ է, ասում եք այլևս խաղաղությունը հաստատված է։ Այլևս մենք խաղաղ ենք ապրում եւ այդ խաղաղությունը ասում է, այդ խաղաղությունը ոչ թե մի տարվա, երկու տարվա, երեք տարվա խաղաղության է, այլ
100-ամյակի խաղաղություն է, խաղաղության դարաշրջան է, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե ինքը իրեն չհերքեր, եթե ինքը իր ասածին տեր չկանգներ, այսինքն պարզա չէ, որ մարդը էտել է մոլորություն և վերջին իր քարոզարշավի ընթացքում ինչ բացահայտվեց, որ Ժորժ ջան, այդ խաղաղությունը չկա, և ինչ ասեց, պատերազմ ա լինելու ժողովուրդ, պատերազմ ա լինելու, այդ պատերազմի օրն էլ ասեց, ժամն էլ ասեց երևի, ասից սեպտեմբերին պատերազմ ա լինելու, եթե չընտրեք ինձ, պատերազմ ա լինելու, այսինքն Էրդողանն ու Ալիևը քեզ հավերժ կարգել են Հայաստանի Հանրապետության սատրապ, մարզպետ են քեզ կարգել, ինչ պայմանավորվածություններ ունես, կամ ինչ ես ահաբեկում ես մեր ժողովրդին, դու ահաբեկիչ ես, թե երկրի ղեկավար ես, ինչ նշանակում ժողովրդին անընդհատ վախեցնել, հայրենակիցներին, իր հայրենակիցներին սիրող մարդը կարա ահաբեկի ժողովրդին, ասի եթե ես չլինեմ, ուրեմն պատերազմ ա լինելու, ոնց կարա նման բան, բայց մենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա ենք դրել, ինստիտուցիոնալ, նոր բառեր են, չէ՞ շրջանառության մեջ, մենք ինստիտուցիոնալ խաղաղություն ենք բերել, ուր է ձեր ինստիտուցիոնալ խաղաղությունը, ուր է ձեր ինստիտուցիոնալ խաղաղությունը, չկա խաղաղություն, այդ ծրագրերի մասով էլ, որ ասում են, էսա տրիպը գործի եւ այլը, դրա մասին էլի որևէ խոսակցություն, որևէ բառ չկա, հիմա անդադ խոսում են նրա մասին, դե տեսնենք լա Իրանում ինչա կատարում եւ այլը, ամփոփելով խոսքս ուզում եմ ասել, որ շատ կարևոր մի ասպեկտին էլ եմ ուզում անդրադառնալ, չնայած անցած թողարկման ժամանակ ասեցի, հիմա էլ մեկ անգամ եւս օգտվելով առիթից ասում եմ, ոչ մի ծրագիր, որ պետք է իրականացվի մեր ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար, չի ձախողվելու, չի ուրեմն ընդհատվելու, ընդհակառակը բոլոր այն ծրագրերը, որոնք որ նպաստում են մեր ժողովրդի բարեկեցության այդ ծրագրերը շարունակվելու են։ Ի հեճուկս նրա, որ 14 միլիարդ արդեն էսա հասնում է 500 միլիոն դոլարի, որ վարկը վերցնում է, նախորդ իշխանությունների ժամանակ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, հարյուրապատիկ ավելի շատ գործեր են արվել եւ այդ գործերի մասին չեն խոսացել, ժողովրդի կոպիտ ասած աչքը չեն մցրել այդ գործերը եւ ժողովրդին չեն սպառնացել, ասել գիտեք ինչ կա, այս կամուրջը որ սարքում ենք, այս կամուրջը կարա չլինի, եթե մենք չլինենք իշխանության։ Այդ Գյումրիում այդ տները, որ կառուցվել են եւ տվել են մեր հայրենակիցները, չեն ասել այդ տները, որ կառուցել ենք, տվել ենք մեր հարգելի եւ սիրելի գյումրեցիներին, որ մենք իշխանության չլինենք, այդ տունը չի լինելու։ Հիմա 16 միլիոն ծրագրերի մասին է խոսքս, որ էլի փորձում են մեր ժողովրդին խապկանքի մեջ դնել, թե իբր նոր իշխանությունները այդ 16 միլիոնի ծրագրերը կասեցնելու են։ Ոչ, մենք չենք կասեցնելու բնակարանաշինության ծրագրերը։ Եթե դուք մի քանի 100 տուն եք կառուցել, մենք հազարներով ենք կառուցելու։ Տասնյակ հազարներով են կառուցելու, ոնց որ կառուցվել է ժամանակին։ Եվ դա չենք ծախելու մեր ժողովրդին։ Չենք ասելու, որ մենք չլինենք հաջորդ իշխանության, այդ տները ձերը չի լինելու։ Այդ կրուչոկից չենք կախելու մեր հայրենակիցներին, որովհետև մենք մեր հայրենակիցներին սիրում ենք, անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Այդ ինչ բլեֆ եք անում, այդ ինչ ստեր եք հորինում։ Այդ ինչ եք ահաբեկում նորից էլի մեր ժողովրդին ասելով, բայց այդ շատ կարևոր մի բանի մասին էլ եմ ուզում խոսեմ։ Այդ ծրագրերը պետք է լինեն հասցեական։ Ես շատ եմ շփվում մեր հայրենակիցների հետ։ Զոհվածների ընտանիքները առանց որևէ մի նախապայմանի, եթե տան կարիք ունեն, պետք է տունը ունենան։ Անապահով ընտանիքները, որ անգամ հնարավորություն չունի հող առնելու, մենք այդ հողը ֆոնդային հողերից տրամադրելու ենք մեր հայրենակիցներին, կառուցելու ենք բնակարաններ եւ նվիրաբերելու ենք այդ մարդկանց։ Առանց իրենց քաղաքական հայացքները հաշվի առնելու, ոչ թե որ հիմի դուք այս սև ու սպիտակ եք անում, այս եք անում, այն եք անում, այն մարդիկ, որոնք դրա կարիք ունեն, ստանալու են։ Եթե այդ մարդը հնարավորություն ուներ այդ տունը տան հողամասը առնելու, ինչի համար էր գնում բանկից գումար վերցնում, այսինքն մարդ կա, որը սև ցուցակ է անկել, որովհետև առողջական խնդիրներ ա ունեցել եւ այլը, բայց դրա կարիք ունի։ Փաստացի այդ անապահով ընտանիքները չեն ստանում այն տները, որ պիտի ստանան։ Եվ մենք ամենևին ուրեմն դեմ չենք, որ մարդիկ բնակարաններ են կառուցում, բայց դա ճիշտ չի, եթե մարդը 3-4 տուն ունի, մի հատ էլ այդ ծրագրի շահառուն դառնա եւ իրենց այդ փոխկապակցված անձիկ ունենան 4-րդ բնակարանը, թե ինչա, թե բերնա, թե դող մի հատ էլ դաչա ունենա սահմանամերձ համայնքում։ Դա մեզ համար անընդունելի է։
այդ թեմայով, եթե Տեսեք, բայց իրենք երկար տևական ժամանակ ասում են մենք այսքան փողեր ենք բերել, չգիտեմ, մեր արտաքին պարտքը դարձրել են ինչ էին ասում։ Մեզ ասում են, որովհետև մենք ունենք ամրացրել ենք, ուժեղացրել ենք, ամրապնդել ենք ինչը, մեր բանակը։ Բա որ դու հիմա տենց բանակը ամրապնդրել, փաստորեն խաբել են մեզ։ Իհարկե։ Բա ուր է այդ բոլոր հարցերով է, բոլոր հարցերով 15 միլիարդ պարտքը, ինչ են արել, ուր է այդ փողերը։ Ուրա որտեղ է, բայց եթե դու եկել ես ասում ես մենք եկել ենք Հայաստանի Հանրապետությունը պահելու, չէ՞։ Արցախը տալիս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն արձանագրվի։ Եվ ես եկել եմ խաղաղություն։ Հիմա ինչ ես վախեցնում, ասում ես պատերազմա լինելու։ Հա, ինչ ես վախեցնում։ 4 պատերազմ բերած մարդին չէ՞ վախեցնում։ Անիխի միլիարդները ուրա։ Դուք դրանից եք խոսում։ Հիմա այս զենքերի համար ասում եմ մենք այսքան ծախսել ենք, չէ՞։ Հիմա դուրս է գալիս որ սուտ է խոսել։ Թալանել է, չէ՞, 15 միլիարդ։ Բայց մեզ խափում ինչ էր ասում, մեզ խափում ասում էր որ բան ենք արել, զենք ենք արել, պաշտպանություն ունենք, այն պատմաբաններին տանում էր հիացած ասում էին, տեսեք, բան է, ինչա, տեղերում խրամատներ, ես իմ ինչեր, կահավորում, սահմաններում, չէ՞, ինչպիսի կահավորում կա, ինչ կա, հողերը տալիս է ասում եք բան կահավորում, էլի, բա ինչի՞ց է վախեցած ինքը։ Բա դու գնում ես գիրկը վերցնում ես, ողջունում ես, թքում ակո վրա, ստոր ասում ոչ մի բան չի ես վախեցած իրանցիները, որ իրանցիները այս ամեն ինչը տվեց մի պայմանով, ասեց որ խաղաղություն, իրանցիների հետ որ հանդիպում ունեցավ, ինչ ասեց այդ մարդը։ Խաղաղություն, ասեց ձեր անվտանգությունը ապահովել են ծառերը։ Ծառ տնկեք որ ապահովում։ Այս մարդը ասեց Արցախի կեսը տալիս են որ խաղաղություն լինի։ Հետո ասեց ամբողջ Արցախը տալիս է որ խաղաղություն լինի։ Հետո ասեց Սյունիքի բարձունքները ամբողջ տալիս են որ խաղաղություն լինի։ Գեղարքունիքից տալիս եմ խաղաղություն լինի, Տավուշից տալիս եմ, Տավուշում, ձեր Տավուշից տվեց ասեց որ խաղաղություն լինի։ Այս Միջանցքը ամբողջ տարածքով տալիս եմ Ադրբեջանին ու Նախիջևանի որ կապ լինի, որ խաղաղություն լինի, Թրիփին բերում եմ, օթային տարածքը նվիրաբերել եմ ամբողջ Ալիևին որ խաղաղություն, մեկը վերջում ասում է չէ, պատերազմա լինելու։ Դե դուք դե հիմա գնացեք ու որոշեք ինչ եք անում։ Ինձնից ավելի լավ ասեցիք, այն ինչ որ կար ներկայացրեցիք եւ գիտեք ինչ, հիմա խնդիրը ոչ թե կներեք այս իշխանությունների մեջ։ Այսինքն որ իրան էլ ասում են բանը ընդհանուր բանով խոսում են, ասում են ավանակի պես զռա, բայց ամեն ինչից հետո մնում ավանակի պես զռալ, օրինակ ի՞նչ է մնում։ Եթե դու խափել ես խաղաղությունա, տալիս եմ ամբողջ Արցախը որ խաղաղություն լինի, հիմա ամեն ինչը տվեց, այդ Տավուշի բան տվեց, ասում է չէ, պատերազմա լինելու։ Հիմա այդ քրոնիկ ստախոսի խոսքերը, եթե առանձին անդրադառնանք, ի՞նչ է դուրս գալիս։ Արցախում ինչ էր ասում։ Ասում էր Արցախում խաղաղություն է, հետո պարզվեց, որ խաղաղություն չի Արցախում, էթնիկ զտում է տեղի ունեցել։ Իրենք սկզբից հայտարարեցին, որ էթնիկ զտում է տեղի ունեցել, հետո երևի Ալիևը զանգեց, ասեց, ինչ էթնիկ զտման մասին ես խոսում, ասեց, էթնիկ զտում չկա, բռնի տեղահանում է։ Էթնիկ զտումը արդեն ջնջեցին, էլ էթնիկ զտում չի, ասին բռնի տեղահանում է Արցախում։ Հիմա էլ ասում են բռնի տեղահանում չի, ասում է փախած եք ասում է, հասկանում եք։ Հիմա էլ այդ էթնիկ զտումն էլ չկա։ Հիմա այդ բռնի տեղահանումն էլ չկա, այդ էլ են հանել։ Դուրս է եկել, որ արցախցիները ոչ մի բան չի եղել։ Այդ մարդիկ 9 ամիս սոված չեն մնացել, սովամահուցան չեն մատնել քուսիրելի եւ հարգելի եւ պաշտելի ադրբեջանցիները Ալիևի գլխավորությամբ։ Մարդիկ ուշտ ըստ պահանջի դուք ստեղ որ այն տեսարանները նկարում են, հիշում եք այն ինչ ճոխ սեղանների շուրջ, ինչ այնինչ մեր հայրենակիցները սով էին մատնված Արցախում։ Այդ ֆոնին դուք ցուցադրում եք ձեր սննդային նախասիրությունները, թե ինչ եք սիրում ուտել, ուրախ եւ երջանիկ, այդ ֆոնին, երբ որ Արցախում մանկահասակ երեխաներ էին գլխատում, երբ որ տարեց մարդկանց էին քարատում, երբ որ արցախցիները մի կտոր հաց չունեին ուտելու։ Հիմա այդքանից հետո կներեք, հիմա այդքանից հետո այդ մարդիկ մազապուրց եկել են Հայաստան, այն արցախցիները, որ եթե նայենք վիճակագրությունը, ամենաշատ մասնակցություն ունեցող պատերազմներին, դա Արցախի մեր քույր եղբայրներն են եղել։ Արցախցի մի ընտանիք չես գտնի, որ չասի հայր եմ կորցրել, եղբայր եմ կորցրել, չգիտեմ, բոլորը ինչ ասին։ Հիմա այդ մարդկանց վրա, այդ մարդկանց սերունդների վրա, որ այնտեղ հայր են թողել, հոր գերեզման են թողել, որդու գերեզման են թողել, ընտանիքի անդամների գերեզման են թողել, եղբայրու քրոջ գերեզման են թողել, արա, դու կանգնել ես ասում ես բան, հա, փախածներ, այ փախած։ Քեզնից ավելի փախած կա, բունկերի
Այդ անցքերից դուրս չեք գալիս։ Բա փախած չէր, ինչ էր։ Ապրիլյան պատերազմի մայիսին էիք գնացել մասնակցելու։ Բա փախած չէք, ինչ է, դες բան տեսել եք, մարդը ապրիլյան պատերազմին գնա մայիսին մասնակցի։ Այսինքն ո՞նց կարա նման բաներ։ Հիմա որ հոխորտում արցախցիների վրա։ Հիմա այն էլ հոխորտում այն անznավորությամբ։ Սյունեցիների վրա։ Այն էլ ումա, էլ ինչ անznավորության վրա։ Այդ կնոջը մոտեցավ, կինը ասում է, ինձնից յանտու, գնա, ես չեմ ուզում։ Չէ, բայց ճիշտ ասեց Երևը, անդասիրակ մարդու պահված էլի։ Երեխայի ներկայությամբ։ Մանկահասակ երեխայի ներկայությամբ, էլի այդ աղջիկը շատ կիրթ, շատ կուլտուրական, շատ կոնկրետ իր պատասխանները տալիս էր։ Ասում էր դա ձեր, որը դուք եք ինձ սպառնում, ասում է, չհամարձակվես, երեխուդ տանես, ասում է դուք սպառնում եք, որ ես Արցախի մասին մտածեմ։ Հիմա Չես ուզում եմ պարոն Դանելյան։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր է սա, այդ չմտածեք էլի որ մենակ Արցախահայությանն ասում։ Հիմա որ ես ծրագրել այդ միջանցքը տալիս է, այս ամեն ինչը տվել է ու վաղը Սյունիքը տա, վաղը սյունեցիներին ասելու, չհասկացա, դուք եք մեղավոր, դուք եք կարևոր ցես տվել եմ։ Այդ զուգահեռ ասել է իհարկե, ես ասել եմ դրա մասին։ Տո Սևանի ժողովուրդ էս բոլորը, եթե ամեն ինչ արել է, ծախել է, գնացել է Արցախը ծախել է, այսօր եկել այդպես հայտարարվա, վաղն էլ ասելու է, սա դուք եք արել, դուք եք արել երևանցիներ, որ տվել եմ։ Հետո էլ Արարատ Միրզոյանը կանգնում այնտեղ ելույթ անում, ասում է, հա մենք խելք չենք ունեցի, անփորձենք, այ դեբիլ, վաղն է կարող ասես թռնես գնաս ու Հայաստանը կործանեն վերջնական ասեն, հա ինչ անենք, մենք դեբիլ էինք։ Մենք խելք հիմա իշխան 8 տարի իշխանության վեր եմ ես մեղավորն եմ, բայց պատասխանատու չեմ։ Այդ մանիպուլատիվ այդ խոսույթը որ կա, խոսում է ամեն քայլափոխի փորձում է մեր հայրենակիցներին մոլորեցնի, այսինքն, բայց շատ կարևոր էր միտքս ավարտեմ եւ անցնենք մյուս թեմաներին։ Այդ իր այս իբր քարոզարշավ կոչվածը ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ, որ ընդհանրապես դա մի քանի դրվագների ցուցադրությունն է, որ ցուցադրում են թե մարդիկ ոնց են վերաբերվում։ Ոչ թե դրանք տասնյակներ են, դրանք հարյուրավոր մարդիկ են, որոնք որ իրեն կոնկրետ վերաբերմունք են ցույց տալիս։ Իմիջիալ հիմա ասում արդեն ծրագրել են, կազմակերպել են ուր գնա, հետո եւ մի կադր կա, որտեղ ասում ենք ավտոբուսով ժողովուրդ ենք բերելու, ասում լավ քիչ խոսա Նիկոլ, երեք ինձ ուղարկել տա։ Հիմա արդեն ծրագրել են ուր գնա, պիտի մի տղա գասի, ճիշտ է կանում, բայց ես ինչ բան այնպես է կանում, երկու տատիկ ասեց, կանեք սիրում ենք մի 3 կիներ գասի մրսում ենք, էլի։ Դու էլ կին չունես, արի մեզ գրկի որ տականանք, այդ տեսարանը պիտի լինի, հելո ինչ տեսարան է մնում։ Դե Երեք երեխա էլ գան ասեն, արի գնանք մեր համար պաղպաղակար, դու մեր հոպարն ես, կորած հոպարն ես, հա? Հստակ մարդիկ իրենց վերաբերմունքը ցույց են տալիս։ Դուք տեսաք, որ գնացին մի բակ, բժիշկը, որը հարգված բժիշկ էր, ինչ ցեխը մտցրեց հանեց իրենց վարած քաղաքականության արդյունքում եւ գիտեք ինչ ասում դուք ասում նախկինում ասում մեզնից ասում շնորհակալ եղեք որ դուք հնարավորություն ունեք կարծիք արտահայտել։ Ինչով կարծիք շուներ։ Ինչի կարծիք չեն։ Ով չի կարծիք։ Սպասի, այսինքն դու ինչ ես եղել։ Դու ինքդ բան ես, չէ՞, խմբա ինչ ասես գրել ես։ Ինչ պատվիրել են քեզ գրել ես, սկզբում էլ վերջում էլ, բա ո՞նց է քեզ թույլ են տվել։ Կամ դու եղել ես իրանց ձերքի տակի խաղալիքը, ասենք ոնց ասել են ֆռացել ես իրանց ձեռքի տակ նախկին իշխանությունների ձեռք կամ դու սուտ ես խոսում հիմա դու կողնորոշի որտեվ Նիկոլ քեզ հնարավորություն է տրված եղել ինչ մտքովդ անցնի 15-20 տարի շարունակ գրել ուրեմն դու ընդունի կամ դու եղել ես նախկին իշխանությունների կամակատարը ձեռքի տակ ոտքերի տակ վազվզողը ինչ որ ասել են կամ դու սուտ ես խոսում քեզ ոչ մեկ էլ ոչ մի բան չի արել եւ դու հնարավորություն ես ունեցել խոսելու եւ ասելու եւ եթե դու ունեցել ես խոսելու եւ ասելու հաստատ մյուսները եւս ունեցել են երկուսից մեկն ես գնա անենց որ ընդունի որն ես դու հիմա մանամոթաբար խոսում է բերանը բաց է ծնգած չգիտեմ ինչեր անում զվարճանում թռվռում է մոռացել են չէ՞ էլի մոռացավ ես ազգը գերիների մասին հա դե ազգը չի մոռացել իրենք են մոռացել են այն պատասխանատվությունը որ ունեն եւ բնականաբար իրենք գիտեք ինչա այս ընտրությունները շատ հստակ դիրքավորման ընտրություններ է եթե մարդիկ ուզում են որ մեր գերիները վերադառնան ուրեմն պետք է քվեջ տան Նիկոլ Փաշինյանին եթե մարդիկ ուզում են որ մեր եկեղեցին
հայրաքելական Սուրբ եկեղեցին մնա, ուրեմն պետք է ձայն չտան Նիկոլ Եթե մարդիկ Փաշինյանին։ ուզում են ապրեն, Եթե մարդիկ ուզում են Հայաստանում ապրեն, գաղթական չդառնանք բոլորս դերձորի ճամփորդ, պետք է Նիկոլ Փաշինյանին քվեջ տան։ Եթե մարդիկ ուզում են, որ խաղաղություն լինի, պետք է Նիկոլին վռնդեն։ պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեջ տան։ Եթե մարդիկ ուզում են լուրջ ղեկավար, որ արժանապատիվ պիտի ներկայացնի Հայաստանը միջազգային հարթակներում, որևէ մի կերպ պիտի քվեջ տան այն մարդուն, որ գնացել է բանակցություններ անելու եւ բանակցային սեղանի շուրջը դրել է իրեն գժի տեղ։ Եթե մարդիկ ուզում են, որ այս երկրում ազատ խոսք լինի եւ մարդը իր ազատ խոսքի համար կապ չունի հոգեվորական, գյուղացի, գործարար, ազատ խոսք ունենա, ուրեմն պիտի ձայն չտան Նիկոլ Փաշինյանին։ Եթե մարդիկ ուզում են, որ ներազգային պարակտում չլինի, ուրեմն պիտի ձայն չտան այս իշխանություններին։ Այդ ամեն ինչը շատ ակնհայտ է։ Այս մարդը ոչ թե արցախցիներին է, ոչ միայն արցախցիներին է թիրախավորում, իր համար կարմիր գծեր չկան։ Բոլոր այն մարդիկ, որոնք ունեն հակառակ կարծիք, անգամ իրենց նախկին թիմակիցների հետ մենք տեսնում ենք, չէ՞, ոնց են վերաբերվում։ Իրենց հետ ճանապարհ անցած մարդկանց ամենավերջին հայհոյանքն են հասցնում, ամենավերջին լուտանքն են հասցնում, ամենաստորացուցիչ արտահայտություններն են հնչեցնում մի քանի ամիս առաջ իրենց թիմակիցներին։ Այսինքն սա տեսակ է, Տիկին Թովմասյան, եւ այսօր շատ առանցքային ու կարևոր թեմայից էլի պետք է խոսենք, էլի պետք է ասենք։ Սրանց վերարտադրությունից հետո Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդվելու է։ Ես սա ոչ թե վախեցնելու համար եմ ասում, սիրելի հայրենակիցներին։ Ես ասում եմ սա փաստերով։ Մարդը սկզբից ասում էր, այդ սահմանադրությունը լավ սահմանադրություն է, նորմալ սահմանադրություն է, ոչ մի բան չկա։ Իբր կասում էր ասում, կասում այդ կասյումը հագավ, 8 տարվա մեջ սահմանադրությունից ոչ մի բողոք, ոչ մի բան չկար, Ալիևը պահանջ դրեց սահմանադրությունը փոփոխելու, եկավ ինչ ասեց, ասեց սահմանադրությունը պետք է փոխենք, անկախության հռչակագիրը պետք է հանենք։ Ասում եք, Ալիևը ոնց կարա մեզ ասի սահմանադրությունը փոխենք։ Չպարզվեց, որ Ալիևի պահանջն է սահմանադրության փոփոխությունը։ Չպարզվեց, որ Ալիևն է ուզել, սրանք էլ այդ պահանջը կատարում են։ Հիշեք, մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին մետրոյով քարոզարշավ անելուց, այն որ Արցախի դրոշը կար հլադեր անձնագրի վրա, ինչ բաժանելով ման էր գալի։ Հիմա Հայաստանինն է, չէ՞, փոքրացած, անընդհատ նեղացող Հայաստանին։ Վաղ այդ Հայաստանն էլ չի լինում, վաղ այդ Հայաստանի քարտեզն Այդ դրոշը, որ ինքը ներկայացնում է, պարոն Դանելյան, այդ սուտ դրոշը, այդ դրոշից արդեն ինքը տվել է։ Բա իհարկե։ Ինքը արդեն տվել է Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից, արդեն տվել է 1400 կիլոմետր, տվել է արդեն, չկա, սուտ է։ Եթե հիմա արդեն սուտ է, վաղ ինքը բերելու է մի հատ կրծած կեսը Սևանով, բանով, ամբողջ չտված, մի հատ չգիտեմ, աբարանա մնալու, ինչա մնալու, ասելու է, էս վերջին, այդ էլ մի ամիս են, էլի, ձևական, թափա արելու է ձեռքու, ասի, բան, սա է։ 300,000 ադրբեջանցիներին բերելու ծրագիրը Ում ցանկությունն է, իրա եւ Ալիևի։ Բա որ ընտրվեց, կարծում եք, մեր հայրենակիցները կարծում են, որ դա այդ ծրագիրը չեն իրականացնելու, հայա մնալու Հայաստանում։ Կարող է նմուշի համար հայ գտնես։ Բայց Ալիևը, այդ որ ասում էր, իր բնութագրմամբ կիրթ ու կառուցողական 10 արցախցու չհանդուրժեց։ 10 արցախցու, որ այդ 10 արցախցիներից մի մասը ծերության խնդիր ուներ, մի մասը առողջական խնդիրներ ուներ, մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, 10 արցախցու չհանդուրժեցին։ Հիմա դու ասում ես թռած այդ մարդկանց։ Էն էլ ում Արցախի հերոս մարտական խաչ առաջին աշճանի ասպետ Մերուժան Մոսյանի աղջկան։ Ու կապ չունի էլ այդ անձնավորությունը հերոսի աղջկա թե չէ։ Բոլորին պետք է հարգալից վերաբերվի եւ ինքը իրեն
ցույց տվեց, էլի իր իրական դեմքը ինքը ցույց տվեց։ Ինքը մի պահ կաշկանդվում է, բան անում, տեսախցիկների առաջ, միգուցե զսպում է իր այսպես այդ բնավորության գծերը, բայց արդեն որ բան ալնում, տեսնում եք, չէ, ոնց է պայթում եւ իրական դեմքը եւ իրական նկարագիրը ցույց է տալիս։ Եվ մեր հայրենակիցները արդեն պետք է հասկանան, այն որ իրան ընտրած մարդը տաբուշում մոտեցավ իրեն ընտրած մարդը, որ երկրորդ անգամ էլ երևի քվեա տվել իրեն, որ ասեց մանկապարտեզի տնօրենի հետ կապված խնդիր կա, որ ասեց ոչ մի կերպ իրեն չնշանակեք։ Հա, ես հետո ասում եմ, ես չեմ միջամտում։ Ես միջամտում եմ։ Մետրոյում նստած ասում են, «Էսենց բան ես ասել»։ Մի քանի ժամ հետո ասում եմ, ես եմ տենց բան ասել, ասում եմ։ Հասկանում եք։ Քրոնիկ ստախոս էլի։ 2 ժամ առաջվա բանը։ Ոնց է, չէ, ֆռացնում մոլորեցնում։ Ասում եմ, ես տենց բան եմ ասել։ Մեկ էլ տեսավ հասարակության արձագանքը, սկսեց կեղծ իբր թե ներողություն խնդրելը, բայց դուք տեսաք այդ դրա ներողություն խնդրելուն զուգահեռ ինչ արշավել է կնոջ նկատմամբ, անհանդուրժող սրիկաներ, ամենակեղտոտ ձևերով, սիվիկով իրանց այդ սիվիկով բանով, այն ինչեր էին գրում, այն ինչեր էին անում։ Ներողություն խնդրող ես, ներողություն, դու մենակ Ալիևի առաջ ես իմ ինչ անող ես, ու Էրդողանի լավ ասես Ռոբերտ Քոչարյանը, Աստվածաշնչի պես Էրդողանը։ Էս էլ երեսպաշտության ցուցիչ է, էլի, որ կեղծ այդ ներողությունն էլ անգամ կեղծ մարդը, եթե իմանաս մարդա ներողություն ա խնդրել, զղջացել ա, այդ հետևանքների համար պատասխանատվություն 5000-10000 զոհ են տվել, զղջացել է, հայրենիքը նվիրել է, զղջացել է, օդային տարածքը, Ալիև իր բերանով ասեց, ձրի մարդիկ այսօր փրթում են երկրներ իրար բաց օդային տարածքներ ստանալու համար, այս մարդը նվիրել է, անվճար նվիրել է Ալիևի, որ անցնի գնա ու գա։ Այ մարդիկ գիտեն, ուզում են մասնակցեն, ուզում են չէ։ Հիմա եթե մարդը որոշել է, եթե հայ ժողովրդի մեծ մասը որոշել է պիտի մեռնի 4 պատերազմ բերողի, որ սպառնում է 5-ն էլ կբերեմ, գնում անդրի, իրա որոշում է, եթե ազգը չի ուզենալու ապրել, ով կարող է իրան օգնի։ Եթե մարդը ալարելու է, ասենք, գնա անգամ ընտրության չի ուզում, եւ ինքը իրան հեշտ բան է գտել, ինքը իրան խափում է, ասում է, բան է, ինչ է, ինքը չի տվել, ինքը մեղ չունի։ Ես մարդը սպառնում, ասում է, կբերեմ, էլ արդեն չի զսպում իրան, ինքը ասում է, բերելու եմ այդ պատերազմը, բերելու եմ, հաջորդ պատերազմը լինելու է։ Բա երեք մեր սիրելի եւ հարգելի անհայտության մեջ գտնվող ընտանիքի անդամներն էին եկել ազգային ժողովի մոտ, եւ ես էլ հանդիպեցի մեր հարգելի ծնողներին ընտանիքի անդամներին, եւ պահանջում էին մարդիկ 44-օրյա հանձնաժողովի զեկույցը, այդ մարդկանց էլ է խոսք տվել։ Այդ մարդկանց էլ է խոսք տվել։ Ոնց խոսք տվել։ Մարդը ասեց, որ 2 ամիս կբերեմ։ Ուր են։ Ուր են, քանի տարի։ Բա այդ մարդկանց ինչի պատասխան չեք տալիս։ Բա ինչի պատասխան չեք տալիս այդ մարդկանց։ Բա ինչի այդ կոծկում այդ գործերը։ Ուր է 44-օրյա պատերազմի զեկույցը։ Ուրա, մարդկանց խոսք եք տվել, մարդիկ եկել են այդ խոսման հետևից։ Մեկը քիչի իջավ այդ մարդկանց պատասխան տալու։ Ինչի չիջավ պատասխան տալու։ Այսինքն, գիտեք ինչ էլ որ ինչ ոլորտ էլ որ վերցնենք, ինչ թեմա էլ որ վերցնենք, ինչ քննարկում էլ որ անենք, դուրս է գալիս, որ սա կատարյալ փուչիկների մեջ են եւ այս մարդիկ որևէ մի խոստում 7 տարվա մեջ չի եղել մի օր, որ ճիշտ բան ասեն։ 7 տարվա մեջ չի եղել մի օր, որ չֆռցնեն, չխափեն այդ մարդկանց։ Խոստանալով թռիչքաձև զարգացում, խոստանալով բարեկեցություն, խոստանալով անվտանգություն բերեցին պատերազմ, խոստանալով տնտեսական աճ բերեցին աղքատություն, խոսում էին պարտքերից, ասում էին Հայաստանը վարկային ասեղի վրա նստած է։ Արդեն 15 միլիարդ է սա կհասնի, ամեն քառորյային 250 միլիոն վարկ եք վերցնում։ Այս վարկերի տակից ով է դուրս գալու։ Ես ուզում եմ մեր հայրենակիցները շատ լավ հասկանան, որ վարկ ով ասես կվերցնի։ Վարկերը պետք է մի օր մարվեն, սիրելի հայրենակիցներ։ Եվ ինքը չի այդ մարող, այդ վարկը մարողը ինքը չի։ Ինքը ասում է ինչքան կարամ վերցնեմ։ Անպատասխանատու մարդիկ են, չէ՞ լինում, որ այդ
վարկերը վերցնում են, հետո ընտանիքի անդամներն են, չէ՞։ Դրատակից դուրս գալի, հետո գալիս են տունն են ձեռքից վերցնում։ Հիմա մենք այդ օրին ենք։ Բանկերը միլիարդներով շահույթներ են ունենում, քաղաքացու վզին մնում է այդ 20%, 25% այդ վարկերը եւ մարդիկ իրապես խճճվել են, չգիտեն ինչ անեն։ Փոքր ու միջին բիզնես չկա, գոյություն չունի։ Այդ փոքր ու միջին բիզնեսը օր-օրի ես այդ մարդկանց հետ խոսում եմ, մարզերում խոսում եմ այդ մարդկանց հետ։ Ասում եմ ինչ անենք, ասում եմ։ Ոնց անենք, ասում եմ, այս պայմաններում ոնց աշխատենք։ Ո՞վ է մեր տերը։ Իբր բանա մոնոպոլիայի դեմ եք պայքարում, ուրա ձեր պայքարը։ Բա որ տենց էր փոքր ու միջին բիզնեսը պիտի ծաղկեր, չէ՞։ Մոնոպոլիայի դեմ պայքարողներ։ Բա պիտի ծաղկեր այդ փոքր ու միջին բիզնեսը։ Բա խի անընդհատ խանութ փակվում, բա ինչի ամեն օր ածը փակվում, ինչի ամեն օր մեր հայրենակիցները դառնում կեղեքման մատերիալ, այդ հարկայիններով բանով ամեն օր քերում եք, տուրքերը բարձրացրեք, հարկերը բարձրացրեք, կարմիր գիծը բարձրացրեք, բանկային տոկոսադրույքները բարձրացրեք, գույքահարկը բարձրացրեք, ամեն ինչը եւ հիմա շատ կարևոր է նաեւ որ մենք հասկանանք որ հլա դեռ նախընտրական շրջան է, դուք պատկերացրեք սա վերարտադրությունից հետո Աստված մի առասցե, ինչ ահռելի հարկեր ու տուրքեր են լինելու։ Ինչու շանս չունի Նիկոլը ընտրվելու ձեր կարծիքով։ Ես վստահ եմ, որ իրեն զեկուցում են ստեղծված իրավիճակը, որ ինքը որևէ մի շանս չունի, եւ դրա համար այդ հիստերիկ նոպաները։ Ես գիտեմ, որ իրենք հույսը իրենց դրել են մեր հարգելի, սիրելի մերեն հայրենակիցների վրա, որ ապրում են մարզերում, փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։ Ժողովուրդ ջան, ինչից եք վախենում։ Ումից եք վախենում։ Վախեցեք իրա բերած պատերազմից։ Ես մի բանից եմ վախենում։ Ես վախենում եմ, որ Աստված մի արած չէ, եթե մենք այս ձևով շարունակենք, մենք երկիր ու պետություն կարող է կորցնենք եւ այս ձևով պիտի չշարունակենք։ Մի վստահեք այդ ստերին, մի վստահեք այդ ամեն օր ձեզ խափող իշխանություններին, մի հատ բացեք իրենց նախընտրական ծրագիրը, խնդրում բացեք, էլի ձեզ հետաքրքիր չի 21 թվականին ինչ խոստումներ էր տալիս այս մարդը։ Ինչեր էր ասում։ Շուշի հադրուտ դեօկուպացիայի անող մարդներ, Շուշի հադրուտ դեօկուպացիա, անջատում հանուն փրկության։ Թոշակների նվազագույն մակարդակը բարձրացնող թոշակների, նվազագույն կենսաթոշակը, աշխատավարձների բազմապատկում։ Էլ չեմ ասում, որ ինչեր էր ասում, չէ, սա ժողովուրդ ջան, հեսա ապրելու եք երջանիկ, ապրելու եք խաղաղ, ապրելու եք համերաշխ, ինչ արավ, մտավ տները սկսեց քանդել մարդկանց, ընտանիքները մտավ սկսեց քանդելը, եկեղեցին մտավ սկսեց քանդելը։ Հիմա մենք մեր ժառանգությանը տեր ենք, թե ժառանգությանը տեր չենք։ Թե մի օր էլ պիտի գան մեզ ասեն, գիտեք ինչ կա հայերեն մի խոսացեք, որ հայերեն խոսում ենք Ալիևը գրգռվում է, որ եկեղեցի մտնենք Ալիևը կջղայնանա։ Դե իրանց համար Մեսրոպ Մաշտոցին թիրախավորեցին, Նժդեհին թիրախավորեցին, իրանց համար Նժդեհը բանը, չէ, ֆաշիստ է, չէ, ասում են Նժդեհը ֆաշիստ է։ Սյունիքը ազատագրող հերոսին, Սյունիքը պահող հերոսին, Նժդեհին ֆաշիստ ասողին, սյունեցիներ դուք կգնաք քվեարկեք։ Ոնց քվեարկեն լավ։ Դե կտեսնենք։ Եթե ուրիշ հարցեր կան, ասեք սիրով պատասխանեմ, եթե ինչ-որ բան բաց մնաց։ Ես եւս մեկ անգամ իմ կոչն է մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ ջան։ Մի բերեք ձեր գլխին Նիկոլի այդ
5-րդ պատերազմը։ Մի բերեք ձեր գլխի պատերազմը։ Նիկոլից առաջ 10 տարի այն մարդը, որ հիմա իր այդ դուրս է եկել պայքարի, այդ մարդը եղել է, այդ ժամանակ ոչ մի պատերազմ չի եղել։ Եղել է խաղաղություն։ Հիմա Հայաստան դաշինքը չի կարողանում այդ ամեն ինչը լավ դժբախտաբար ներկայացնել։ Ոչ միայն խաղաղություն, այլ տնտեսական բարեկեցություն, թոշակների բարձրացում, որ ամիսներով թոշակ չէին ստանում մեր հայրենակիցները, ամիսներով, տարիներով թոշակ չէին։ Շինարարություն, անվտանգություն, արտաքին հարաբերություններ եւ իրապես պայքար էր գնում եւ հանցավորության դեմ։ Ինչ վիճակ է։ Տեսնում եք, չէ՞, ինչ վիճակ է։ Դուք այնպիսի հնարավորություն ունեք։ Իրական խաղաղություն բերող նախագահը պայքարի մեջ է, երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը։ Իրական բարեգործություն, բարեկեցություն, լայն հնարավորություններ, միջոցներ իր երկրին նվիրաբերում Սամվել Կարապետյանը մտել է պայքարի մեջ, բարեգործությամբ եւ գործարարությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանը մտել է պայքարի մեջ, այնպես որ դուք կարող եք կողմնորոշվել եւ ունեք ընտրության լայն հնարավորություն, թեպետ քաղաքական առումով, կառավարման առումով որևէ մեկը չունի երկրորդ նախագահի փորձառությունը, այնպես որ դուք ունեք հնարավորություն, բայց եթե դուք ուզում եք նորից պատերազմ, ուրեմն ձեր ճանապարհները բաց են, դուք կարող եք գնալ կամ չգնալ ընտրությունների, կամ նորից գնալ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ամփոփեմ, սիրելի հայրենակիցներ, ինչ էր ասում գործող իշխանության պարագլուխը։ Ասում էր, որ դուք համաձայն եք եղել, դուք ինձ քվեք տվել, որ Արցախը ճանաչեմ Ադրբեջանի կազմում։ Սյունիքի բարձունքները տամ Թուրքիային։ Ինձ քվեք տվել, Կամուշի հողերը տամ Թուրքիային։ Որ եկեղեցին քանդեմ, արշավեմ եկեղեցու դեմ։ Դուք ինձ քվեք տվել, որ սրբազաններին տանեմ նստացնեմ։ Դուք ինձ քվեք տվել, որ ընտանիքները պառակտեմ։ Դուք ինձ քվեք տվել, որ ընդդիմադիրներին տանեմ նստացնեմ։ Ինձ քվեք տվել, լավ եմ արել, Հայաստանն էլ կործանել։ Դուք ինձ եմ։ քվեք տվել, որ Հայաստանի տարածքները նվիրաբերեմ, ոնց որ Տավուշից նվիրաբերեցին։ Դուք ինձ քվեք տվել, որ ես անեմ այն ամենը, ինչը որ ես ուզում եմ, ոչ թե դուք եք ուզում, այլ ես եմ ուզում։ Եվ ամբողջ պատասխանատվությունը դնում է հենց իր ընտրողի վրա, ասում է ինձ ընտրել են։ Ուրեմն եթե ինձ ընտրել են, ուրեմն ես կարամ անեմ ամեն ինչ։ Հիմա ոչ թե պատասխանատվությունը իր տիրույթում, արդեն իր հետ ամեն ինչ պարզ է։ Այդ պատասխանատվությունը մեր սիրելի հայրենակիցների ձեռքին է։ Եվ իրենք են իրենց քվեով այդ հնարավորությունը տալու կամ այդ հնարավորությունից զրկելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ